Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Այսօր որոշել եմ ձեր ուշադրությանը ներկայացնել որոշ իրավական կարգավորումներ, որոնք առնչվում են ԴՀԿ-ի կողմից բանկային հաշիվների վրա դրվող արգելանքներին։ Հաճախ են դեպքերը, երբ հաշվի վրա դրվում է ամբողջական արգելանք, անգամ այն դեպքերում, երբ այդ բանկային հաշվով անձը ստանում է իր աշխատավարձը։ Պետք է իմանաք, որ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումներից կատարողական թերթի հիման վրա, այսինքն ԴՀԿ-ի կողմից բռնագանձում կատարելիս, ըստ էության կարող է բռնագանձվել առավելագույնը աշխատավարձի 50%-ը։ Դրանից ավելին չի թույլատրվում, մինչև 50%-ը կարող է բռնագանձվել, մինչև այդ անհրաժեշտ ամբողջական գումարի մարումը։ Կան սակայն դեպքեր, որ հնարավոր է, որ բռնագանձումը կատարվի աշխատավարձի մինչև 75%-ի ուրեմն վրա։ Դա այն դեպքերն են, երբ բռնագանձվում է առաջին ալիմենտ, երկրորդ առողջությանը պատճառված վնաս կամ կերակրողի մահվամբ պատճառված վնաս եւ երրորդ հանցագործությամբ պատճառված վնաս։ Պետք է նկատի ունենալ, որ եթե դրված է ամբողջական ուրեմն աշխատավարձի վրա արգելանք, ապա որոշ դեպքերում հարկադիրը տեսնելով գործատուի հաշիվը, որ դա աշխատավարձ է փոխանցվում, ինքը կարող է ինքնուրույն վերացնել եւ մինչեւ 50%-ի վրա դնել արգելանքը։ Այն դեպքերում, երբ օրինակ գործատուն ունենում է մի քանի հաշիվներ կամ տարբեր այլ իրավիճակներում, կարող է այդպիսի բան տեղի չունենալ, այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի դուք աշխատավայրից վերցնեք տեղեկանք, որտեղ նշված կլինի գործատուի այն հաշիվը, որից ձեզ փոխանցում են աշխատավարձ, դա ներկայացնեք հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը եւ այդ ժամանակ խնդիրը կլուծվի եւ ամբողջական արգելանքը կվերանա։ Եղեք տեղեկացված ձեր իրավունքներին, շարունակեք հետևել իմեջին եւ այստեղ կգտնեք բազմաթիվ հետաքրքիր բաներ։